Ինձ համար բարի լույս, բայց դուք երևի այս վլոգը նայում եք երեկոյան, ոնց որ ձեզ բարի երեկո։ Այսօր իմ challenge-ի ամեն օր մի վլոգ post-ելու վերջին օրն է, ու այս վերջին վլոգն է ուրբաթ օրվա, շաբաթ կիրակի օրերը, քանի որ ավելի շատ բան է տեղի ունենում, արդեն առանձին ավելի երկար վլոգով հաջորդ շաբաթ կտեղադրեմ։ Իմ պլաններն են խմել կոֆեն, Զավտրակ չեմ արել, դրա համար կոֆեի հետ տենց գաթա սարքեցի air fryer-ում, որ հենց իմ զավտրակը լինի կոֆեն գաթայով։ Հիմնական բանը աշխատելն է, աշխատանքն է, այսօր ուրբաթ օր է ու լիքը բան կա անելու, որ սենց հանգիստ սրտով շաբաթ կիրակի գնանք։ Այս սպիտակ գույնի թղթով փաթաթած բաժակը տեսնում եք, նվեր էի ուզում տայի իմ յոգայի տրեներին, բայց հետս 2-3 անգամ այս բաժակը տանում եմ ու տենց էլ հետ եմ բերում, ինչ որ հարմար պահ չեմ գտնում, որ հանեմ ու նվիրեմ, դեմ պահեր կա ամաչում եմ, պահեր կա իրոք սենց հարմար պահ չի լինում, էլի հիմնականում դե հանդերձարանում ենք, ասենք, շփվում ենք, հանդերձանում էլ ասենք լիքը ուրիշ կանայք փոխվում են, շորեր են փոխում եւ այլն, հետո յոգայի այդ որտեղ անցնում է մեր դասերը զալում հարմար չի, ինքուր պետքա դնի այդ բաժակը, որ տանեմ տամ, ոչմ հարմար ինչ որ պահ չի լինում ընդհանրապես։ Հաջորդ շաբաթ էլի այս բաժակը իմ հետ իմ յոգայի սումկայի մեջ հետս գնալու է ու հետ կա երևի, չէ, հույս ունեմ հետ չի գա։ Այսօր ուզում եմ յոգայի պրակտիկա անեմ ու մի հատ պոզա կա յոգայում, որ ընդհանրապես իմ մոտ չի ստացվում, անընդհատ երկար փորձում եմ դիրքում մնալ, ինձ մոտ բոլորին ամենաշատ հայտնի, ամենաշատ ծանոթ դիրքն է, այդ Սաբակա Մորդոյի վնիզ, մի մոտ ընդհանրապես չի ստացվում, ոտքերս դնել գետնին, երկար այդ դիրքում մնալին մոտ չի ստացվում, որովհետև ձեռներս է սկսում ցավել, չնայած իմ ձեռները ամենաուժեղ կետն է իմ մարմնում, չգիտեմ ինչ են սկսում ամբողջ ձեռներս ցավել այդ դիրքում երկար մնալուց։ Երկար ասելով, ասենք 30 վայրկյան։ Ուզում եմ տանել, փորձեմ, պրակտիկա անեմ։ Այս բաժակը, որը ուզում եմ նվիրել, եկեք ցույց տամ վերջով ոչինչ, unboxing ես կանեմ, մի հատ էլ ինքը կանի unboxing։ Այս բաժակը Վալենսիայում էի պատվիրել, սենց լրիվ ոնց որ ձեռքի աշխատանք լինի, բայց ձեռքի աշխատանք չի, բայց այնքան cute է, ու այս բաժակին ամեն անգամ նայելուց հիշում եմ իրան, իմ յոգա teacher-ին, ոնց որ սենց հատուկ իրա համար ոնց որ լինի ստեղծված այս բաժակը, պատվիրել էի ու ընդհանրապես չեմ օգտագործել, որովհետև այդ ընթացքում մի հատ ուրիշ բաժակ ունեի, որ հիմնականում միշտ օգտագործում էի, կապույտ գույնի, ինքը որպես դեկոր էր ուղղակի։ Չգիտեմ, ես ոնց որ իրան հենց ամենասկզբում պատվիրել էի այն մտքով, որ ինչ որ մեկին ես այս նվեր եմ տալու։ Հետ եղելա ձեզ ասեն, որ ձեր համար նվեր ունեն պատրաստած, նվեր ունեն, տենց էլ չտան այդ նվերը։ Իմ հետ էլ եղել ու ես եղել եմ այն հակառակ դիրքում էլ, որ ասել եմ, որ նվեր ունեմ ու տենց էլ չեմ տվել այդ նվերը, բայց այդ նվերը իրականում կա, գոյություն ունի ու անընդհատ փորձել եմ տալ, բայց հարմար պահ չեմ գտել նվերը տալու համար։ Ոնց որ դա էլ հնարավոր բան է, կամ չգիտեմ, ամաչել եմ։